Այսօր ես կխոսեմ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում ապրող մուսուլմանների թվի, նրանց ծագման վերջին տարիների փոփոխությունների, ինտեգրման, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են այս փոփոխությունները ազդում եվրոպական հասարակությունների վրա։ Կներկայացնեմ պաշտոնական տվյալներ, փորձագետների գնահատականներ եւ կանրադառնամ թե դրական կողմերին եւ թե առհասարակ մարտահրավերներին։ Տեսանյութի նպատակն է որևէ կրոնի կամ ժողովրդի դեմ խոսելը չէ, այլ փաստերի հիման վրա հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում այս պահին Եվրոպայում, թե չէ YouTube-ը այս վիդեոն կբլոկի։ Իսկ ձեզ հետ շա Շերի Ֆրաու Լալայանն է եւ ես ասում եմ բարի գալուստ Եվրոպա։ Եվ այսպես կա կարծիք, որ ամբողջ Եվրոպան լցվել է մուսուլմաններով, բայց եկեք խոսենք թվերի լեզվով։ Քանի մուսուլման է ապրում Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում։ Ուրեմն Գերմանիայում ապրում է մոտ 5.3-ից 5.6 միլիոն մուսուլման, ինչը կազմում է բնակչության 6.4-ից 6.7%։ 2010 թվականին նրանց թիվը մոտ 4.8 միլիոն էր, իսկ վերջին 15-ից 20 տարիների աճի հիմնականում պայմանավորված են Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից եւ Բալկաններից ներգաղթով։ Ֆրանսիան ունի Եվրոպական միության ամենամեծ մուսուլմանական համայնքը։ Տարբեր գնահատականներով մուսուլմանները կազմում են մեծ քաղաքների բնակչության մոտ 10%-ը։ 2010 թվականին գնահատականը մոտ 4.7-ից 5 միլիոն էր, իսկ այժմ մոտ 6-ից 7 միլիոն։ Ֆրանսիական վիճակագրությունը իսկապես լողացող է, քանի որ պետությունը պաշտոնապես կրոնական գրանցվում չի վարում։ Իսկ Նիդերլանդներում մուսուլմանները կազմում են բնակչության մոտ 6%, այսինքն մոտ 1 միլիոն մարդ։ Հիմնական խմբերը թուրքական եւ Մարոկոից ծագում ունեցող մարդիկ են։ Իսկ անդրադառնանք, թե ինչպես են մուսուլմանները հայտնվել այս երկրներում։ Ուրեմն Գերմանիայում պատմականորեն ամենամեծ խումբը Թուրքիայից ժամանած թուրքերն ու քրդերն են։ 2015 թվականից հետո զգալիորեն աճել է սիրիացիների, իրաքցիների, աֆղանցիների, ինչպես նաև Բալկաններից եկած մուսուլմանների բաժինը։ Ֆրանսիայում մուսուլմանական համայնքի հիմնական կորիզը կապված է նախկին գաղութների հետ, բնականաբար։ Ալժիր, Մարոկո, Թունիս, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի երկրներ, Սինգապուր, Մալի եւ տարբեր կղզիներ։ Նիդերլանդներում հիմնական խմբերը թուրքերն ու մարոկանցիներն են։ Կան նաև մուսուլմաններ Սուրինամից, Իրաքից, Աֆղանստանից, Սիրիայից եւ Սոմալիից։ Իսկ ինչպես են մուսուլմանները փոխում եվրոպական քաղաքները։ Տեսեք, փոփոխությունները տեսանելի են ոչ միայն վիճակագրության մեջ, բնականաբար, այլ նաև փողոցում։ Խոշոր քաղաքներում հայտնվում են հալալ խանութներ, մսի վաճառքի կետեր, թուրքական, արաբական, մարոկական եւ սիրիական տարբեր տեսակի ռեստորաններ։ Քիչ չեն նաև իսլամական մշակութային կենտրոնները, մզկիթները, աղոթատները եւ այլն, այսինքն ցուցակը բավականին երկար կարող է շարունակվել։ Նման շուկաներում օրինակ վաճառում են արևելյան քաղցրավենիք, համեմունքներ, հագուստ, Ռամադանի համար նախատեսված տարբեր ապրանքներ։ Ֆրանսիայում իսլամը հատկապես նկատելի է Փարիզի, Մարսելի, Լիոնի եւ Լիլի արվարձաններում, Գերմանիայում Բերլինում, Քյոլնում, Համբուրգում, Դուսելդորֆում եւ Ֆրանկֆուրտում, Նիդերլանդներում Ամստերդամում, Ռոտերդամում, Հագայում եւ Ուտրեխտում։ Իդեպ այս ամսվա վերջին ես գնում եմ Ամստերդամ քրոջս մոտ եւ ձեզ սպասում են ամստերդամյան նոր վիդեոներ եւ հարցազրույցներ։ Հետևեք։ Մուսուլմանների ներկայությունը փոխում է նաև քաղաքային մշակույթը, հայտնվում են նոր խոհանոցներ, նոր բիզնեսներ եւ նոր կրոնական տարածքներ։ Սակայն միաժամանակ աճում է նաև քաղաքական բանավեճը, որտեղ է ավարտվում սովորական կրոնական ազատությունը եւ որտեղ է սկսում արդեն զուգահեռ հասարակության ձևավորումը։ Նախքան խնդիրներին անդրադառնամ, սիրելիներ, կոչ եմ անում լայքել իմ այս վիդեոն, ինչ շատ հաճելի կլինի։ Հիմա լավ, սիրելիներ, հիմա խոսենք խնդիրներից։ Խնդիրները չի կարելի վերնագրել միայն մեկ կրոնով, բայց նաև չի կարելի աճ փակել դրանց վրա։ Հիմնական մարտահրավերն են միգրանտների մի մասի թույլ ինտեգրումը, լեզվական խոչընդոտները, գործազրկությունը կամ ցածր բացատրվող աշխատանքը, աղքատ թաղամասերում, գետոներում բևեռացումը, կանանց դերի, դպրոցի, հագուստի եւ կրոնի շուրջ առաջացող հակամարտությունները, հակասեմիտիզմը եւ բնականաբար արմատական քարոզչությունը, օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ազդեցությունը, ինչպես նաև երիտասարդների առցանց արմատականացումը, ռադիկալացումը։ Իդեպ Գերմանիայում շատ լուրջ է մուսուլման երիտասարդների ռադիկալիզացիայի խնդիրը, այսինքն մարդկանց TikTok-ում եւ Instagram-ում որսում են տարբեր տեսակի քարոզչական վիդեոներով եւ որպես արդյունք դու ունենում ես հասարակության մեջ մի թշնամացած ստվար զանգված, որը երազում է Եվրոպայում հաստատել շարիաթի օրենքները։ Դուք գրեք դրա մասին կոմենտներում, իսկ եթե գերմաներեն գիտեք, ես գերմաներեն մի վիդեո եմ հրապարակել մի քանի ամիս առաջ, որտեղ խոսում եմ թե ինչպես հայտնի գերմանացի
գերմանացի ինֆլուենսերուհին փոխում է իր կրոնը եւ համացանցում աղջիկներին քարոզում փոխել եւ քրիստոնեությունից գնալ դեպի իսլամ։ Եվ այդ վիդեոն բավականին լավ արձագանք է ստացել։ Այն կգտնեք նաեւ այս վիդեոյի նկարագրության մեջ։ Իդեպ Գերմանիայում 2015 թվականից հետո ուժեղացել են նաեւ փախստականների անվտանգության եւ քաղաքական իսլամի շուրջ քննարկումները։ Նիդերլանդներում իշխանությունները նույնպես խոսում են ջիհադիստական արմատականացման վտանգի մասին, հատկապես ինտերնետի միջոցով այդ խնդիրը նույնպես առկա է Նիդերլանդներում։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայում այս թեման հատկապես ցավոտ է ահաբեկչությունների պատմության եւ արվարձաններում առկա լարվածության պատճառով։ Իդեպ եկող շաբաթ այս ալիքում դուրս կգա նաեւ այդքան սպասված հարցազրույցը Ֆրանսիայում հայ սոցաշխատողի հետ, որը պատասխանել է ձեր իսկ հարցերին։ Սպասեք, այն կլինի շուտով։ Լավ, վերադառնանք, սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք։ Եվրոպայում մուսուլմանների մեծամասնությունը արմատական չեն, ինչը որ շատ ողջունելի է։ Նրանք աշխատում են, սովորում են, հարկեր են վճարում, բիզնես են հիմնում, երեխաներ են մեծացնում եւ ցանկանում են ունենալ սովորական եւ պարզապես կայուն կյանք։ Լավ, մի քիչ էլ խոսեմ դրական կողմերի մասին։ Մուսուլմանական համայնքները նաեւ բազմաթիվ դրական ազդեցություն ունեն Եվրոպայի համար եւ լրացնում են աշխատուժի պակասը, բացում են փոքր բիզնեսները, նոր կյանք են հաղորդում որոշ թաղամասերի, զարգացնում են գաստրոնոմիան եւ առևտուրը։ Ինչու՞ չէ նաեւ մեծացնում են մշակութային բազմազանությունը, ժողովրդագրական տեսանկյունից օգնում են Եվրոպային, քանի որ եվրոպական բնակչությունը մեծամասամբ ծերանում է։ Երկրորդ եւ երրորդ սերունդների շրջանում աճում է նաեւ ուսանողների, մասնագետների, ձեռնարկատերերի, բժիշկների, ինժեներների եւ մեդիա ոլորտի մասնագետների թիվը, ինչը նույնպես շատ ողջունելի է։ Բացի այդ, եվրոպական քարտեզը դարձել է ավելի բազմալեզու եւ բազմամշակույթ, ինչը փաստ է։ Հարցը ոչ թե այն է, թե հնարավոր է արդյոք կանգնեցնել այս իրականությունը, հարցը այն է, թե ինչպես կառավարել այս ամենը։ Եվ կարևոր հարց՝ սպասում է արդյոք Եվրոպային իսլամացում։ Եթե իսլամացում ասելով հասկանում ենք, որ Եվրոպան կդառնա մուսուլմանական մայրցամաք, ապա ոչ, դա քիչ հավանական է։ Տարբեր կանխատեսումները ցույց են տալիս, որ մուսուլմանների մասնաբաժինը ինչ խոսք աճում է, բայց Եվրոպան չի վերածվի մուսուլմանական մեծամասնություն ունեցող մի տարածաշրջանի։ Իսկ եթե իսլամացում ասելով մենք հասկանում ենք, որ իսլամը կդառնա եվրոպական քաղաքների ավելի տեսանելի մասը, ապա այս դեպքում այո, դա արդեն տեղի է ունենում։ Ավելի շատ մզկիթներ, հալալ խանութներ, մուսուլմանական տոներ, արաբական եւ թուրքական քաղաքների մշակույթ ենք մենք ականատես լինում։ Գլխավոր վտանգը մուսուլմանների ներկայության փաստը չէ։ Գլխավոր վտանգն այն է, որ պետությունը կորցնում է վերահսկողությունը ինտեգրման, կրթության, անվտանգության եւ ընդհանուր կանոնների նկատմամբ։ Դա է խնդիրը։ Այսինքն Եվրոպան վաղը իսլամական չի դառնա, ամեն դեպքում հուսանք մենք, բայց այն արդեն փոխվել է եւ ազնիվ քննարկումը պետք է լինի ոչ թե վախի, այլ կանոնների շուրջ, օրինակ լեզվի, կրթության, աշխատանքի, անվտանգության, օրենքների նկատմամբ հարգանքի եւ տղամարդկանց ու կանանց հավասար իրավունքների շուրջ։ Իսկ ինչ է կարծում դուք, գրեք կոմենտներում եւ նաեւ կիսվեք, թե քանի մուսուլման ընկեր ունեք դուք։